հետո մի օր էլ գալիս ասում է տունս վառվել է, եկեք օգնեք հանգցնեք, ոչ մեկ չի հետում, որտեղ մտածում են հերթական սուտն է։ Հիմա այս ստակոլոլ գոյանքը, որ բան է ասում, դուք էլ լուրջ եք ընդունում, սուտ մարդ է, վախեցած մարդ է, ասում եք վախ ունեն, ինչ վախ ունեն, իրենք վախի մեջ ապրում են։ Իրանք իրենց հանցակը գիտեն, դարակազմիկ հանցագործներ են, ոչիր են գործել, արյունոտ ոչիր եւ այդ ոչիրի պատասխանը պիտի տան եւ շարունակաբար ուժեղներից վախենում են, էլի են վախենում, իրանց ստներից են վախում, որովհետեւ ամեն ինչ իրենց համար իրենց դեմ է։ Իրենք հայ ժողովրդի դեմ են գործել, մեր արժե համակարգն են փչրում։ Հիմա էլ են եկեղեցու դեմ տեսան չէ։ Հայերը ոնց որ հլա կան մնացել են հլա այդ արժե համակարգի կրողներն են, իրենց նման չեն դավաճանել հավատը, մյուսը եւ այս առումով էլ դե պարզ է որ մի սուտ վստեր են, հորին են, դե հիմա տեսնում են որ մնացին հոգեվորականների ոտքերի տակ փալլասի պես փռված։ Գնում են էլի մի երկու կապիկություն են անում, այդքանք ստեղ այդ կարգալույծ եղած մի երկու հոգեվորական տանեն, որոնք արդեն հոգեվորական էլ չեն, չգիտենք էլ ինչ են, բոմժ են, ինչ են, հոգեվոր դաշտի գիշերային թիթեռնիկ են, մի խոսքով ինչ որ բան են, բայց ոչ հոգեվորական, որովհետև դրանց արդեն կարգալույծ են արել։ Դե հիմա դրանցով գնում են, դրանց գոնե մեր ժողովուրդը պիտի ճանաչի, որ հանկարծ չէ թե օրհնություն ուզի էս անի, մյուսը անի, այդ կարևոր բանը Նիկոլա անում է, դրանց բոլորի դեմքերը ցույց է տալիս, ասում է ճանաչեք ձեր միջի պղծերին եւ դրանցով որևէ օրհնություն երբեք չեք կարող ստանալ։ Պարոն Մանուկյան, ինչ եք այդպես ասում, մարդիկ բարձում է ազգային մեծ ինքնասիրություն ունեն եւ օրինակ երեք վիրավորվել էին, որ Գյումրին լեզվի սայթաքման հետևանքով դարձել էր գյուղ քաղաքի փոխարեն եւ արձագանքել էին շատ խիստ, որ իշխանության տարբեր ներկայացուցիչներ մեծ ու փոքր ասել էին չի կարելի Գյումրին հայրաքաղաք, Գյումրին անվանել։ Ներկայացուցիչներին հիշում եմ, որ շատ ծանր էին տանում, որ Աղդամը հանգարց հանձն են, գնացել նկարվում էին, այն թքող լակոտին կհիշեք, նուրով բանով կանգնել էր, ասում էր Աղդամը իմ հայրենիքն է, բա ինչ եղան դրանք, բայց սուտիկները, այդ ողորմելի գետնակարճ տրիապկեկը, բա այն դուխով գլխարկները ուրա դրանց, գոնե դնեն մեկ-մեկ ֆռան ժողովուրդը իմանալ են, դու այն Քաշնազարին հիշում եք, չէ, բանի վրա գրել է տալի, ասում է մի զարկով ջարդեմ 1000, այդ ճանջեր մանջեր բան, տարեք մի հատ ճիպոտ տվեք, թող մի երկու հատ ճանճ սատկացնի, մի հատ տանց գրություն գրի ֆրֆրա, այս հզոր տղերքին, որ նա մեկուսացնում է, Բագրատ Սրբազանի նման, դա իր վախերն են, որովհետև նա տեսավ, որ այո, Սրբազանը բարոյական արժեքներ էր վերանում, Սրբազանը գալիս էր ցույց տալու, որ հայ իր արժե համակարգը երբեք ու երբեք չի փոխարինի այդ, չգիտեմ, թուրքական ու չգիտեմ ինչական ադրբեջանական նեյնիմներով ինքը մնալու է իր հողին ամուր կանգնած եւ այս բարոյական խնդիրները նրան իհարկե չարքապատկաններին դուրս չէր գալու նրանք հասկանում էին որ խաչը իրենց դեմքը պատրելու է չէ որ սատանան վախենում է խաչից դրանք բոլորը չարքապատկաններ են եւ ներառյալ բոլոր են մարդիկ ովքեր չարքապատկանների հետ այդում են փորձում են պղծել մեր եկեղեցիները չի ստացվելու այդ խաչը այդ եկեղեցին իրենց ոչնչացնելու է դարերից եկած մեր պապերի մեր հզոր նախնիների ուժն է նաև այնտեղ եւ բազում անգամ չէ դարերի մեջ եղել են դեպքեր երբ դրսի ներսի ուժերը փորձել են ասպատակել մեր հոգեվորականների դեմ մեր եկեղեցու դեմ չեն հաջողել ձախողվել են եւ հալասի պես փռվել են հայ ժողովրդի ոտքերի տակ 2026 թվականի համապետական ընտրություններին է նաև իշխանությունը պատրաստվում, նաև վստահ են, որ իրենք հաղթելու են, ընդդիմադիրներին էլ կոչ են անում, որ ընդունեն իրենց հաղթանակը։ Նախ դուք, քանի որ մասնակցել եք վաղ շաբաթի ընտրություններին, ունեք որոշում այս պահին համապետական ընտրություններին մասնակցել։ Իհարկե մասնակցել եմ, եթե դուք հիշեցրեցիք վաղ շաբաթ ուրեմն համայնքի ընտրությունները, ես այնտեղ շատ լուրջ սատարեց ինձ հայրենիք կուսակցությունը եւ ես բարոյականությունը պահանջում է որ ես անպայման պիտի սատարեմ այո հայրենիք կուսակցությանը Վանեցյանի գլխավորությամբ կարծում եմ նրանք կգնան եւ մի բան էլ ասեմ տեսա որ այո ամուր կանգնած են ջահել ուժեր կան գիտնականներ կան այն նրանցից մեկն էլ հիմա ձերբակալված է չէ խաչիկը Գալստյան ինչի է ձերբակալված, որովհետև դոկտոր, պրոֆեսոր, խելացի մարդ, իրանք ընդհանրապես նայում են արի, ասում են մենք սաղ տեղերը կզել ենք, Նիկոլը իր քպեական ոհմակով, Էթումա Ալիևի դեմ կզում է, Էրդողանի, դուք ինչի չեք կզում, չէ էսա, ամբողջ բանը խորհուրդը սրա մեջ է, այսինքն եթե փիլիսոփայական տեսանկյունից նայում ենք ինքը ճիշտ է, ես դեռ ղեկավարն եմ, ես աշխարհի դեմ կզել եմ, դուք սենց
հպարտ քայլում եք, այդպես չի կարելի, կամ պետք է հանենք ռադանենք, կամ էլ պետք է այո ազգովի կզենք, ուրիշ տարբերակ չկա։ Շնորհակալություն։